Ալավերդու պետական քոլեջի ուսանողների հանդիպումը գրող քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան։ Արծրուն Պեպանյանը ուսանողների հետ նախ զրուցեց իր կողմից հրատարակված գրքերի մասին, ապա լսեց նրանց հարցերն ու կարծիքները դրանց վերաբերյալ։ Ուսանողներից շատերը ծանոթ էին գրողի գործերին ու նրանց մոտ գրքերում չբացահայտված հատվածներ կային, որոնք քննարկեցին ու ավելի հստակեցրին հենց հեղինակի հետ։ Երբ որ կարդում էի Պարկ թագավոր գիրքը, իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ իրադարձությունները հետո առաջ էին եկած։ Ինձ հետաքրքրեց ձեր ոճն է։ Հետո առաջ ինչ նկատում ես։ Իրադարձությունները։ Հիմա տես, դա ոչ այնքան ոչ է, պատմության, որ հատվածն վեկալ է, վերցնես ինքը բավարար նյութ չունի գրողի համար, որ ինքը այս ուժեն կառուցի։ Հիմա ես որ Պարկ թագավոր վեպը գրում էի, աշխատում էի, ուրեմն կարող նստել։ Ուրեմն կար հայ մարդպետ, որը ապրել էր Պարկ թագավորի հոր օրոք ու եղել է ընտիր կերպար, ազգային կերպար էր եղել, ազգի շատ պաշտպանող կերպար էր եղել, ազգին հավատող կերպար էր եղել, այդ մարդպետը մոտավորապես վարչապետի կարգի պաշտոնյա է, որ ասենք ներքին հարցերն է կարգավորում։ Այդ մարդը ապրել էր Արշակ թագավորի օրոք, Պարկ թագավորի օրոք, այդ նույն պաշտոնը զբաղեցրել էր մի հատ ազնվորություն, որը թույլ մարդ էր։ Իսկ ինձ պետք էր, որ Պարկ թագավորի կողքին լինի մի հզոր ևս մի նախարար, որ երկուսով իրար թեև տալով ստեղծել միություն ու փորձել երկիրը հանել այդ վիճակին։ Ես հայ մարդպետին, որ մահացել էր այդ իրադարձությունից 30 տարի առաջ, ես հետ բերեցի։ Ուսանողների հետ Արծրուն Պեպանյանի հանդիպումը կազմակերպել էր քոլեջի դասախոս Ինգա Օսյանը։ Դասախոսը վստահ է, որ մեծ հայրենասերի հետ ունեցած զրույցի արդյունքում ուսանողների մոտ կմեծանա հայերի պատմության մասին նրանց ունեցած գիտելիքները, պատկերացումները հայրենիքի, հայրենասիրության ու նման այլ գաղափարների մասին։ Ես որոշեցի հրավիրել Արծրուն Պեպանյանին, որպեսզի մեր ուսանողները եւ ինչու՞ չէ մենք յուրաքանչյուրս ավելի մոտիկից ծանոթանանք նրա գաղափարներին, որովհետև ես նրան համարում եմ մեծ հայրենասեր, գիտակ հայ, մեր պատմության գիտակ, քանի որ ինքը իր տեսակով շատ պրպտուն, շատ հայրենասեր մարդ է, ես մտածեցի, որ այս 40-50 րոպեների ընթացքում տված դասախոսություն զրույցը բավականին մեծ գիտելիք կտա մեծ բոլորից, ինչու՞ չէ ամենակարևորը մեր ուսանողներին։ Արծրուն Պեպանյանը նշեց, որ հրավերը սիրով են ընդունել, քանի որ եւս մեկ անգամ ծննդավայրում գտնվելն ու ալավերցիների հետ շփվելը իր համար մեծ ուրախություն է։ Իսկ ազգային, քաղաքական եւ այլ մասնագիտական թեմաների շուրջ զրուցել իր սիրելի գործն է եւ միշտ պատրաստ է դա անելու։ Կարևորը այն է, որ այս ժողովուրդը անցնելով բավական դժվար ճանապարհներով, վերջի ավելի քան 1000 տարում, ինքը բարեբախտաբար պահպանել է իր լավ հատկանիշները, որոնք գտնվում են իր հոգու խորքերում եւ արտառոց իրավիճակներում դրանք դուրս են գալիս։ Ես ինքս դրանք տեսել եմ 88-90 թվականներին։ Ուսանողները տպավորված են հանդիպումից, երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Բաբաջանյանն ասում է, որ գրողի մասին շատ է լսել, սակայն նրա հետ այսպիսի հանդիպում առաջին անգամ է ունենում։ Սեմինարը մեր գիտակցության մեջ զարգացնում էր այն հարցը, թե ինչպես պետք է պաշտպանել մեր հայրենիքը, ինչ խնդիրներ են կախված մեր հայրենիքի գլխին։ Ամենը մեր ցանկություն, որ մեր երիտասարդները այս խրատները, որ կար, խրատը, որ դուք այսօր ավելի շատ ստենց են ստացակ։ Հորդոր։ Հորդորները իրականություն տեր լինեք եծեր երկրին և ապրեք ճշմարիտ անկախության պայմաններում։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։